Պողոս առաքյալի նամակը Փիլիպեցիներին, առաջին գլուխ։ Պողոսը և Տիմոթեոսը, Հիսուս Քրիստոսի ծառաները, Քրիստոս Հիսուսով բոլոր սրբերին, որ Փիլիպեի կողմերում են, եպիսկոպոսներով ու սարկավակներով հանդերձ։ Շնորհ ձեզ և խաղաղություն մեր Հայր Աստծուց և Տեր Հիսուս Քրիստոսից։ Գոհություն եմ հայտնում իմ Աստծուն ամեն անգամ ձեզ հիշելիս։ Ամեն անգամ իմ բոլոր խնդրանքների մեջ ուրախությամբ աղոթում եմ ձեր բոլորի համար, որովհետև առաջին օրվանից մինչև այժմ մասնակցեցիք ավետարանելու գործին։ Վստահ եմ, որ ով բարի գործերի սկիզբը դրեց ձեր մեջ, ավարտին կհասցնի մինչև Հիսուս Քրիստոսի օրը։ Իրավունք ունեմ ձեր բոլորի մասին այդպես մտածելու, որովհետև ձեզ ունեմ իմ սրտում։ Դուք բոլորդ էլ մասնակից եղաք ինձ տրված շնորհին թե իմ կապանքների մեջ և թե ավետարանի պաշտպանության ու հաստատման ժամանակ։ Աստված է իմ վկան, թե ինչպես եմ կարոտել ձեզ ամենքիդ Քրիստոս Հիսուսի գորովով։ Աղոթում եմ, որ ձեր սերն ավելի ու ավելի աճի գիտությամբ և կատարյալ դատողությամբ, որպեսզի դուք ընտրեք լավը և հաստատուն ու անսայթակ մնաք Քրիստոսի օրվա համար, լցված արդարության պտուղներով, որ ձեռք են բերվում Հիսուս Քրիստոսի միջոցով Աստծու փառքի ու գովերգության համար։ Ուզում եմ, որ գիտենաք, եղբայրներ, թե ինչ որ ինձ պատահեց, ավելի ու ավելի նպաստեց ավետարանի տարածմանը, պալատում և ամենուրեք բոլորն իմացան, որ Քրիստոսի համար եմ կապանքների մեջ։ Նաև Տիրոջը միացած շատ եղբայրներ, քաջալերված իմ կապանքներով, ավելի համարձակվեցին առանց երկյուղի քարոզելու Աստծու խոսքը։ Ոմանք նախանձի ու հակառակության համար են Քրիստոսին քարոզում, իսկ ոմանք բարի մտադրությամբ։ Սրանք սիրուց մղված են քարոզում, որովհետև գիտեն, որ ավետարանի պաշտպանության համար եմ կապանքների մեջ մնում։ Իսկ նրանք Քրիստոսին են քարոզում հակառակասիրությունից մղված և ոչ թե մաքուր սրտով, որովհետև կարծում են, թե այդ ձևով նեղություններ են ավելացնում կապանքներիս վրա։ Բայց ինչ կարևոր է, ինչ ձևով էլ լինի, պատրվակով թե ճշմարտությամբ, Քրիստոսն է քարոզվում, և ես սրա համար ուրախ էլ պիտի մնամ, որովհետև գիտեմ, որ դա ծառայելու է իմ փրկությանը, ձեր աղոթքների շնորհիվ և Հիսուս Քրիստոսի հոգու օգնությամբ։ Այնպիսի ակնկալիք ու հույս ունեմ, որ ամոթով չեմ մնալու, ավելին, կատարյալ վստահությամբ, ինչպես միշտ, նաև այժմ մեծարվելու է Քրիստոսն իմ մարմնի մեջ, թե իմ ապրելով և թե մեռնելով։ Արդարև, ինձ համար կյանքը Քրիստոսն է և մեռնելը շահ։ Իսկ եթե այս մարմնավոր կյանքը նշանակում է ինձ համար պտղաբեր գործ, ապա չգիտեմ, թե որն ընտրեմ։ Ճնշված եմ երկուսից էլ։ Մի կողմից ցանկանում եմ այս մարմնից ելնել և Քրիստոսի հետ լինել, որ ավելի նախընտրելի է, բայց մյուս կողմից անհրաժեշտ է ձեզ, որ ես մնամ այս մարմնի մեջ։ Եվ համոզված եմ ու գիտեմ, որ մնալու և ապրելու եմ բոլորիդ համար, որ զարգանաք և ուրախ լինեք ձեր հավատի մեջ, որպեսզի երբ հաջորդ անգամ ձեզ մոտ գամ, իմ նկատմամբ ունեցած ձեր պարծանքն ավելանա Քրիստոս Հիսուսով։ Միայն թե ավետարանին վայել ձևով ապրեք, որպեսզի ձեզ տեսնելու գամ կամ թե հեռու լինեմ, լսեմ ձեր մասին, որ հաստատուն եք մնում մեկ հոգով և միաշունչ պայքարում եք ավետարանի հավատի համար։ Երբեք մի վախեցեք հակառակորդներից, այդ հակառակությունն ապացույցն է նրանց կորստյան և ձեր փրկության։ Եվ դա Աստծուց է, որովհետև ձեզ շնորհ տրվեց, որպեսզի ոչ միայն հավատաք Քրիստոսին, այլև նրա համար չարչարվեք, մղելով նույն պատերազմը, որ ես եմ մղում, ինչպես անցյալում տեսաք և այժմ էլ լսում եք։